Լեհաստանի և Իտալիայի արտաքին գործերի նախարարությունները կոչ են արել իրենց քաղաքացիներին անհապաղ լքել Իրանը։ Հիշեցնենք, որ ըստ լրատվամիջոցների ԱՄՆ-ն պատրաստվում է 24 ժամվա ընթացքում ռազմական միջամտության դիմել Իրանի նկատմամբ։ ՆԱՏՕ-ն պետք է օգնի ԱՄՆ-ին ստանալ Գրենլանդիան։ Հյուսիսատլանտյան դաշինքին նման պահանջ է ներկայացրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ ՆԱՏՕ-ն պետք է ճանապարհ հարթի այն ստանալու համար, հայտնել է քաղաքական գործիչը։ Նրա խոսքով դաշինքը կդառնա շատ ավելի ահեղ եւ արդյունավետ կազմակերպություն, եթե Գրենլանդիան գտնվի ԱՄՆ-ի վերահսկողության տակ։ ԱՄՆ-ում գործող միասին ընդդեմիջուկային Իրանի ոչ կառավարական կազմակերպությունը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին է տրամադրել Իրանի դեմ հնարավոր հարվածների համար 50 ռազմական թիրախների քարտեզ, հաղորդում է Daily Mail-ը, հղում անելով կազմակերպությանը։ Վաշինգտոնում գործող կազմակերպությունը կազմել է 50 թիրախների ցանկ եւ հանձնել Սպիտակ տան պաշտոնյաներին, հաղորդել է թերթը։ Ըստ պարբերականի փաստաթուղթը բացահայտում է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի շտաբի ճշգրիտ կոորդինատները։ Ավելին, թիրախների ցանկում ներառված են մայրաքաղաքի տարբեր շրջաններ վերահսկող շտաբի 4 ստորաբաժանումներ։ Թերթը պնդում է, որ գլխավոր հրամանատարական կենտրոններից բացի ցանկը պարունակում է նաև տեղեկություններ Թեհրանում թաքնված ենթակառուցվածքների մասին, որոնք գործում են որպես հիմնական հրամանատարական ցանց, համակարգելով հետախուզությունը, ոստիկանական գործունեությունը եւ հոգեբանական գործողությունները։ Հրապարակման մեջ նշվում է, որ թիրախների թվում է նաև ԻՀՊԿ-ին կից բասիչ կազմակերպության 23 տարածաշրջանային բազաներ, որոնցից յուրաքանչյուրը տեղակայված է Թեհրանի 22 մունիցիպալ շրջաններից մեկում։ Գրենլանդիան ԱՄՆ-ին անհրաժեշտ է ոսկե գմբեթ հակահրթիռային պաշտպանության համակարգը տեղակայելու համար, որն անհրաժեշտ է երկրի ազգային անվտանգության ապահովման նպատակով, այս մասին հայտարարել է Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը։ ԱՄՆ-ին Գրենլանդիան պետք է ազգային անվտանգության համար, այն կեսական նշանակություն ունի ոսկե գմբեթի համար, որը մենք կառուցում ենք, բացատրել է պետության ղեկավարը։ Թրամփն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն պետք է գլխավորի Գրենլանդիան ԱՄՆ-ին միացնելու ջանքերը։ Նրա կարծիքով Հյուսիսատլանտյան դաշինքը կդառնա ավելի ահեղ եւ արդյունավետ, երբ կղզին գտնվի Վաշինգտոնի ձեռքում։ Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների վրա ռուսական հարվածների ծանր հետևանքների պատճառով որոշում կընդունվի արտակարգ դրություն հայտարարել էներգետիկ ոլորտում։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկին։ Նա ընդգծել է, որ ռուսական հարվածների հետևանքները, ինչպես նաև վատթարացող եղանակային պայմանները չափազանց ծանր են։ Վերջինս հավելել է, որ վերանորոգման խմբերը, էներգետիկ ընկերությունները, փրկարարները եւ կոմունալ ծառայությունների աշխատակիցներն աշխատում են շուրջօրյա էլեկտրաէներգիան եւ ջեռուցումը վերականգնելու համար։ Այնուամենայնիվ, քանի որ շատ խնդիրներ անհապաղ լուծում են պահանջում, էներգետիկ ոլորտում արտակարգ դրություն կհայտարարվի։ Մասնավորապես Կիևում կստեղծվի մշտական համակարգող շտաբ։ Մեկ այլ խնդիր է, որ կառավարությունը առավելագույնի հասցնի գործընկերների հետ համագործակցությունը էներգետիկ ցանցի վերականգնման համար սարքավորումներ եւ աջակցություն ապահովելու նպատակով։ Այս իրավիճակում նախարարների կաբինետը կապահովի պահեստային էներգետիկ սարքավորումները ցանցին միացնելու հետ կապված բոլոր գործընթացների առավելագույն ապակարգավորումը։ Մենք նաև աշխատում ենք Ուկրաինա էլեկտրաէներգիայի ներմուծման ծավալը զգալիորեն մեծացնելու ուղղությամբ, հավելել է Զելենսկին։ Դանիան եւ Միացյալ Նահանգները որոշել են ստեղծել բարձր մակարդակի աշխատանքային խումբ Գրենլանդիայի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելու համար։ Այս մասին հայտարարել է Դանիայի արտաքին գործերի նախարար Լարս Լյոկե Ռասմուսսենը։ Ավելի վաղ ԱՄՆ փոխնախագահ Ջեյդի Վենսը եւ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Սպիտակ տանը հանդիպել են Ռասմուսսենի եւ Մոցֆելդի հետ։ Բանակցությունները տեղի են ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությունից հետո, երբ նա Դանիայից պահանջել էր անհապաղ լքել Գրենլանդիան։ Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հաղորդում է, որ հունվարի 14-ին ժամը 0:50-ի սահմաններում հայտնաբերվել է պաշտպանության նախարարության N զորամասի զինծառայող Վահան Խաչատուրի Պետրոսյանի դին հրազենային վնասվածքով։ Դեպքի հանգամանքները ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն, նշվում է հաղորդագրության մեջ։ Քննչական կոմիտեից լրատվամիջոցներին հայտնել են, որ զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն եւ կատարվում է նախաքննություն։
Բաքվի գերությունից հունվարի 14-ին վերադարձած Վագիվ Խաչատրյանի դուստրը Վերա Խաչատրյանը հանդիպել է հորը, այս մասին Վերան լուսանկար է հրապարակել սոցիալական ցանցում։ Վագիվ Խաչատրյանը լավ տրամադրությամբ է, որովհետև հայրենիքում է Հայաստանում, սպասում է հարազատների հետ հանդիպմանը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել էր առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Այս պահին Վագիվ Խաչատրյանը գտնվում է հետազոտման փուլում, ինքն ուներ նաև քրոնիկ վիճակ, սրտային, եւ մենք պետք է որոշակի հավելյալ հետազոտություններ իրականացնենք եւ արդեն մեր մասնագիտական թիմը որոշումներ կկայացնի հետագա բուժման ընթացքի մասով, ասել էր նախարարը, հավելելով, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Ավանեսյանը նշել էր, որ խոսել է գերությունից վերադարձած Խաչատրյանի հետ, խոսեցինք, շփվեց, տրամադրությունը լավ է, զգացողությունների մասին պատմեց, երջանիկ է, ուրախ է եւ իր խոսքերն էին, որ Հայաստանում եմ, լավ եմ, պատմել է նախարարը։ Նորք Մարաշ բժշկական կենտրոնի տնօրեն Միքայել Ադամյանն էլ հիշեցրել է, որ Վագիվ Խաչատրյանը վերջին 15 տարում սրտի հետ կապված խնդիրներ ունի։ Շատ մանրամասներ ասել չեմ կարող, բայց այս պահին ունենք տվյալ վիճակի թեթև սրացում, հայտնել է Ադամյանը։ Գերությունից վերադարձած Բեյրութը հայ Վիգեն Էուլջեքյանի գտնվելու վայրը երեկվանից անհայտ էր, պատկան մարմիններն այդպես էլ չէին հայտնում։ Առողջապահության նախարարությունն ամեն կերպ թաքցնում էր նրա տեղափոխման վայրը։ Էուլջեքյանի կինն, ով առավոտյան ժամանել է Երևան, չգիտեր, թե որ հիվանդանոցի ուղղությամբ շարժվի հանդիպելու ամուսնուն։ Ադրբեջանական գերությունից հայրենիք վերադարձած Գևորգ Սուջյանն էլ սոցիալական ցանցում գրառում է կատարել, ասելով. Ես ձեզ չեմ լքել տղաներ, հոգիս թողել եմ ձեզ հետ, քանի դեռ գերության դաժան ճիրաններում եք, ես հանգիստ չեմ ունենալու, երդվում եմ։ Գրառումներից մեկում գրել է Սուջյանը, դիմելով Ադրբեջանի բանտերում մնացած հայերին։ Մեկ այլ գրառմամբ էլ Սուջյանը կիսվել է ապրումներով ու ապագայի տեսլականով։ Այսօր ես ոտք դրեցի իմ երկրի սուրբ հողին ու այս օրը իմ համար անգին է։ Ու ես վայելում եմ այս օրը, փայփայելու ու մեծարելու եմ այսօրվա ամենակնդարթը։ Այսօր միտքս լցնելու եմ անծայրածիր երազանքներով, որպիսի էլ տեղ չմնա վախին, կասկածին, նշել է Սուջյանը։ Բաքվի գերությունից վերադարձած լիբանանահայ Վիգեն Էուլջեքյանի կինը Լինդա Էլջեքյանն արդեն Հայաստանում է։ Զվարթնոց օդանավակայանում նրան դիմավորելու էին գնացել նաև ԿՊԱ-ականներ Նայիրի եւ Հայկ Սարգսյանները։ Լինդան շատ հուզված էր եւ լրագրողների հետ զրույցում ասել է, որ այս պահին իր համար ամենակարևորը Վիգենին տեսնելն է։ Չափազանց ուրախ է եւ չի կարող հավատալ, որ սա իրականություն է։ ԱՄՆ-ն ժամանակավորապես դադարեցնում է ներգաղթային վիզաների ձևակերպումը 75 երկրի քաղաքացիների համար, ինչպես հայտնել է Fox News-ը, Հայաստանը եւ Ադրբեջանը նույնպես ընդգրկված են այդ երկրների ցանկում։ Լրատվամիջոցը հայտնել է, որ պետդեպարտամենտը դադարեցնում է 75 երկրների համար վիզայի դիմումների մշակումը, փորձելով խստացնել իր վերահսկողությունը այն դիմորդների նկատմամբ, որոնք գտնվում են պետական բեռ դառնալու բարձր ռիսկի տակ։ Միջոցառումները ուժի մեջ կմտնեն հունվարի 21-ից եւ ուժի մեջ կմնան անորոշ ժամանակով, հաղորդել է Fox News-ը։ Բաքվում գերության մեջ գտնվող Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքյանը եւ Վագիվ Խաչատրյանն այսօր հակարի կամրջով Ադրբեջանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչների կողմից հանձնվել են Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչներին եւ հիմա գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքում։ Այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ ԱՄՆ-ն ժամանակ է տվել իր քաղաքացիներին Իրանը դատարկելու համար, իսկ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այդ հարցը չի քննարկել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Իրանում տեղի ունեցող կամ Իրանի շուրջ տեղի ունեցող գործընթացները որևէ կերպ չեն քննարկվել այսօրվա մեր հանդիպման ընթացքում, մեկ բառ անգամ այդ մասին չի ասում։ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չի ցանկացել որևէ մեկնաբանություն տալ Հայաստանում Իրանի դեսպանի այն հայտարարությանը, թե կարծիք է ձևավորվում, թե ՀՀ-ն Իրանի նկատմամբ թշնամաբար տրամադրված ուժերի գործունեության կենտրոն է դառնում։ Ես ասացի, որ հարցազրույց չեմ տալիս, իմ այս մոտեցման մեջ բան չի փոխվել, ասել է նա։ Ես չեմ ուզում առաջանցնել, բայց ակնհայտ է, որ Հայաստան-Թուրքիա հարաբերություններում իրադարձություններ են տեղի ունենալու։ Այս մասին Հայաստանը եւ խաղաղությունը ռիսկերի ու հնարավորությունների խաչմերուկում խորագրով անվտանգային ֆորումի շրջանակում իր խոսքում նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այն, որ դանդաղ են գործում, պատճառն այն է, որ մենք միշտ հոռետեսության կանխավարկածով ենք շարժվում, ասում ենք, դե թող հլտեսնենք, լինում է, չի լինում, դե երբ որ կլինի, դրանից հետո արդեն կսկսենք նախապատրաստվել։ Ես կարծում եմ, մի քիչ մենք այս վերաբերմունքն էլ պիտի փոխենք։ Օրինակ Հայաստան-Թուրքիա սահմանին ակնհայտորեն կամուրջներ պետք է կառուցվեն։ Առնվազն Մարգարայում կամուրջ պետք է կառուցվի, Ախուրիկում կամուրջ պետք է կառուցվի։
Ես գիտեք կանխատեսում եմ հավանականությունը մեծ է, որ նաև Նախիջևան Ղազա հատվածում մենք կարող ենք ունենալ որոշակի զարգացումներ, նաև հարավային հատվածում մենք ունենք որոշակի զարգացումներ։ Իհարկե մենք պետք է հասկանանք նաև հետագա աշխատանքում որտեղ ենք աշխատում Թրիփի հետ եւ որտեղ ենք աշխատում այլ գործընկերների հետ։ Հայաստան-Թուրքիա սահմանին նույնպես մեծ հավանականությամբ մենք էլեկտրահաղորդման գծերի վերազինման կարիք կունենանք։ Մենք արդեն մասնավոր հատվածից այդ ազատները ստանում ենք, մասնավոր հատվածը մեզ արդեն հարցնում է։ Ասում եմ մենք արդեն կարող ենք մտածել Հայաստան-Թուրքիա եւ Թուրքիա-Հայաստան ուղղություններով էլեկտրահաղորդման մասին, մենք ասում ենք այո, կարող ենք մտածել։ Բանակցային այն սենյակում, որտեղ ես խոսում եմ նախագահ Էրդողանի հետ, այդ մակարդակում հարցերը, պատկերացումները առնվազն այն տեսանելի ապագայի համար, որը այսօր խելամիտ է այդ ժամանակահատվածով դիտարկել, այդ հարցերը լուծված են եւ լուծվում են, ընդգծել է Փաշինյանը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ իր գործողությունների վերջնական նպատակը հաղթանակն է։ Նրա խոսքերը հաղորդել է CBS News-ը։ Վերջնական նպատակը հաղթանակն է, ես սիրում եմ հաղթել, ընդգծել է ամերիկացի առաջնորդը։ Լրագրողների հարցին, թե ինչ է նշանակում հաղթանակ, Թրամփը թվարկել է իր առաջին եւ երկրորդ ժամկետների ընթացքում իրականացված ռազմական գործողությունները։ Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոյի վերջերս ձերբակալումը, Սիրիայում 2019 թվականի գործողությունը, որի արդյունքում սպանվեց Դաիշի հիմնադիր Աբու Բաքր Ալ-Բաղդադին եւ Իրանի էլիտար Ղուդս ուժերի ղեկավար Ղասեմ Սոլեյմանիին, 2020 թվականի սպանությունը։ Եվրամիությունում Լիտվայի դեսպան Ներյուս Ալեքսեյ Յունասը հայտարարել է, որ իր երկիրը դեմ է Ռուսաստանի եւ ԵՄ-ի միջև երկխոսության վերսկսմանը։ Նա հիշեցրել է, որ համատեղ ռազմական համագործակցության մեկնարկից հետո քաղաքական միությունը համաձայնության է եկել այն պայմանների շուրջ, որոնց դեպքում կարող են վերսկսել կապերը Մոսկվայի հետ, եւ որ այդ պայմանները ներկայումս հեռու են կատարվելուց։ Կան պայմաններ, որոնց շուրջ մենք համաձայնության ենք եկել, երբ կարող ենք վերսկսել կապերը։ Մինչ օրս մենք որևէ ապացույց չենք տեսել, որ Ռուսաստանի կողմից ինչ-որ բան փոխվել է։ Սա այն պարտավորությունն է, որի վերաբերյալ մենք միաձայն համաձայնության ենք եկել։ Ուստի մենք պետք է միաձայն որոշենք փոխել այս քաղաքականության մեջ ինչ-որ բան, ասել է դեսպանը։ 2026 թվականը հայ հասարակությունը դիմավորում է փոփոխությունների սպասման ակնկալիքով։ Հունիսին նախատեսված խորհրդարանական ընտրությունները դեռևս պաշտոնապես չեն մեկնարկել, սակայն արդեն իսկ ձևավորվում է քաղաքական օրակարգը։ Քաղաքական վերլուծաբան եւ տեխնոլոգ Վիգեն Հակոբյանի գնահատմամբ իշխող կուսակցության վարկանիշը տատանվում է 10-ից 17%-ի սահմաններում, մինչդեռ ընտրողների ավելի քան 60%-ը հայտարարում է գործող իշխանությանը չքվեարկելու պատրաստակամության մասին։ Այս թվերը վկայում են ոչ թե ընդդիմության ուժեղացման, այլ հասարակության խորացող ապաթիայի եւ հիասթափության մասին։ 2018 թվականից հետո հնչած համակարգային վերափոխումների խոստումները բախվեցին իրականությանը։ Առաջնային դարձան խնդիրներ, որոնք թվում էր հաղթահարված են, սակայն իրականում մնացել են չլուծված։ Հայաստանում գործազրկության մակարդակը հասել է 14%-ի, տարածաշրջանում ամենաբարձր ցուցանիշներից մեկին, իսկ գնաճի թվերը դառնում են անկառավարելի։ Զուգահեռաբար արտաքին քաղաքական հավասարակշռությունը եւս գնալով դառնում է ավելի փխրուն։ 2025 թվականին ռուս-հայկական հարաբերությունները զարգացել են ճնշումների պայմաններում, սակայն երկխոսությունը պահպանվել է բոլոր ուղղություններով, առևտրից մինչև մշակութային ու հումանիտար կապեր։ Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի հիմնական առևտրային գործընկերը, ապահովելով արտաքին առևտրաշրջանառության ավելի քան 1/3-ը։ Մոսկվան եւ Երևանը ավարտին են հասցնում եռամյա տնտեսական համագործակցության ծրագիրը, որը միտված է ոչ թե հայտարարություններին, այլև կոնկրետ նախագծերին։ Միևնույն ժամանակ Արևմուտքը ակտիվացնում է ուշադրությունը տարածաշրջանի նկատմամբ դիտարկելով Հայաստանը որպես ազդեցության գործոն Հարավային Կովկասում։ Այս բազմավեկտոր քաղաքականությունը կամ ընտրության արդյունք չէ, այլ նոր աշխարհաքաղաքական իրողություններին հարկադրված հարմարվողականություն։ Ռազմաքաղաքական վերլուծաբան Հայկ Նահապետյանը նկատում է, Ռուսաստանը 2026 թվականի ընտրություններին հաշվի առնելու եւ ընդունելու է այն որոշումը, որը կկայացնի հայ ժողովուրդը։ Բայց ընտրությունը ժողովրդն է, Ռուսաստանի նախագահ պարբերաբար կրկնել է եւ վերահաստատել է հայ ժողովրդի ցանկացած ընտրության հետ Ռուսաստան դաշնությունը ընդունում է գիտություն եւ այդ ժողովրդի ընտրության արդյունքում ձևավորված իշխանության հետ աշխատում է, անկախ նրանից այդ իշխանությունները որքանով են կատարում իրենց ռազմավարական դաշնակցային պարտականությունները Ռուսաստանի հետ եւ որքան չեն կատարում։ Դա Ռուսաստանի այլ մոտեցումը։ Խնդիրը ստեղ մեր մեջ է։
Հայաստանի քաղաքացիների մեջ։ Եթե բյուջեն, պետական բյուջեն Փաշինյան Նիկոլը դարձել է իրենց ընտանիքի բյուջե եւ վարվում այնպես ինչպես ինքն է ուզում, իսկ այդտեղ կարծում ալես որոցի կասկած չկա, չես վերջերս հրապարակվեց միլիոնավոր դոլարներ պարգևավճարներ, պարգևավճարներ կառույցների, նախարարությունների, որոնք իրենց պարտականությունը չեն անում։ Այսինքն դասական իմաստոը կաշառք է տալիս, հլու հլազանդ մի կտոր հացի եւ այդ հացը բավական այդպես երշիկա խառան, համեմունքներով խառան հաց է։ Ի տարբերություն ենթադրենք շարքային ոստիկան։ Այդ հացից կախված Փաշինյանը որ բյուջեն օգտագործում է ինչպես ցանկանում է, բարձր է վերցնում որքան ցանկանում է։ Թե ինչքան են այդ գումարներից լափում, ինչքան են դուրս տանում, օֆշորներում պահում, շարժական անշարժ գույք գնում եւ այն դա հարցի մյուս կողմն է։ Ակնհայտ է, որ 2026 թվականը փորձաքար է դառնալու Հայաստանի քաղաքական համակարգի հասունության համար։ Արտաքին դերակատարները սպասում են արդյունքին, սակայն որոշումը մնում է հայ հասարակության ձեռքում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆը շաբաթավերջին գաղտնի հանդիպել է 1979 թվականին գահընկեց արված Իրանի շահի որդու Ռեզա Փահլավիի հետ։ Այս մասին հայտնում է Axios-ը, հղում անելով աղբյուրներին։ Աղբյուրի փոխանցմամբ հանդիպման ժամանակ Ուիթքոֆը Փահլավիի հետ քննարկել է Իրանում տեղի ունեցող բողոքի ցույցերը, այլ մանրամասներ չեն տրամադրվել։ Աղբյուրը չի նշել, թե զրույցի ընթացքում կոնկրետ ինչ թեմաներ են քննարկվել։ Վաշինգտոնի կողմից Իրանի դեմ նոր ռազմական հարվածների սպառնալիքները անընդունելի են։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Ռուսաստանի Դաշնությունը խստորեն դատապարտում է Իրանի ներքաղաքական գործընթացներին արտաքին միջամտությունը։ Մոսկվան զգուշացնում է ծանր հետևանքների մասին նրանց համար, ովքեր պլանավորում են արտասահմանից ոգեշնչված անկարգությունները որպես պատրվակ օգտագործել Իրանի դեմ 2025 թվականի հունիսին կատարված ագրեսիան կրկնելու համար։ Նման գործողությունները նաև սպառնալիք են ներկայացնում միջազգային անվտանգության համար, նշել է ԱԳՆ ներկայացուցիչը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Թրամփը խոստացել էր օգնություն Իրանում ցուցարարներին եւ սպառնացել էր Իրանի իշխանություններին, ասելով, որ նրանք շատ բարձր գին կվճարեն։ Սպարապետ Վազգեն Սարգսյանի եւ Հանրապետություն կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի հոր Զավեն Սարգսյանի հոգեհանգստի արարողությանը ներկա են եղել Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, Գարեգին Բ. ամենայն հայոց կաթողիկոսը, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը եւ այլ։ Արարողությանը մասնակցել է նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վեհափառ հայրապետին ուղեկցել է Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Ռուբեն Վարդապետ Զարքարյանը։ Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը Արմեն Սարգսյանն անդրադարձել է հոր հոգեհանգստին մասնակցած անձանց վերաբերյալ խոսակցություններին։ Զարմանալի օրեր հորս հոգեհանգիստը։ Վաղուց ներողամտության ու ջերմության զգացմունքների կարոտ էի դիմություն, ընդդիմություն, բոլորը մեր հետ էին։ Ցավալին նա է, որ էլ չկա որևէ առիթ, երբ հայ մարդը համախմբված ներողամիտ միահամուռ կլինի որևէ առիթի կամ արարողության ժամանակ։ Զարմանալի ժողովուրդ ենք, նույնիսկ մարդու մեռած ժամանակ ախոր բերանները չեն կարող փակել։ Ով եկավ, ովում գրկեց, ովում չգրկեց, ովում ձեռքը համբուրեց։ Վախենամ էլ չլինի այս տեսակ իրար գլխի հավաք։ Մի քանիսին զգուշացրել եմ դիմություն ու ընդդիմություն քաղաքականությունն իմը չէ։ Բարոյականություն, չափի զգացողություն, տարիք, հարգանք, զոհված ու մահացածների նկատմամբ։ Էլ չեմ ասում զոհված իմ երեխեքի ծնողների նկատմամբ։ Եթե անցակ չափ ու սահման, ես կանցնեմ ձեր վրայով, նշել է Արմեն Սարգսյանը։ Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին սկանդալային հայտարարությամբ է հանդես եկել։ Դեսպան Խալիլ Շիրղոլամին շեշտել է Թեհրանում ձևավորվում է մի պատկերացում, թե Հայաստանը դառնում է կենտրոն Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի գործողությունների համար։ Խոսելով Իրանի բողոքի ակցիաների մասին դեսպանը նշել է, որ հաջողելու դեպքում պարտվող կողմ է լինելու նաև Հայաստանը։ Խալիլ Շիրղոլամին մտահոգություն է հայտնել, որ շաբաթօրվանից սկսած Իրանի դեսպանության արչև քաղաքացիներ են հավաքվում եւ անհարգալից ու վիրավորական կոչեր են հղում։ Դեսպանը շեշտել է, որ այս քայլը կմնա Իրանի ժողովրդի հիշողության մեջ եւ ընդգծել է, որ Հայաստանի համար դժվարին օրերին Իրանը Հայաստանի կողքին է եղել։ Դեսպանը հայտնել է նաեւ, որ իրենց մտահոգությունները բազմիցս փոխանցել են Հայաստանի պատկան մարմիններին։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի թանգարանների եւ արխիվի տնօրեն Հայր Ասողիկը քննչական կոմիտեում է, նրան հարցաքննում են։ Ըստ տեղեկությունների Հայր Ասողիկը հարցաքննվում է Մայրաթորի ծարտերի ենթադրյալ անհետացման ու գեղարդի կորստի վերաբերյալ հարուցված քրեական վարույթի շրջանակում։ Հայր Ասողիկի պաշտպան Մարինե Ֆարմանյանը հաստատել է հարցաքննության փաստը, սակայն այլ մանրամասներ չի հայտնել, հղում տալով նախաքննական գաղտնիքին։
Իրանի դատական համակարգի ղեկավար Ղոլամ Հոսեյն Մոհսենի էջերին խոստացել է բաստատավարություններ անցկացնել Իսլամական Հանրապետությունում տեղի ունեցած զինված անկարգությունների որոշ հիմնական մասնակիցների նկատմամբ։ Մենք մտադիր ենք միջոցներ ձեռնարկել ապահովելու համար, որ վերջին անկարգությունների որոշ կարևոր դեմքերի դատավարություններն անցկացվեն հրապարակայնորեն եւ նրանց ընթացքը լուսաբանվի լրատվամիջոցներում։ Նրա խոսքերն է մեջբերում Meher News լրատվական գործակալությունը։ Գործակալության տվյալներով Իսլամական Հանրապետության դատական համակարգի ղեկավարն արդեն անձամբ այցելել է Թեհրանի բանտերից մեկը, որտեղ 5 ժամ անցկացրել է ուսումնասիրելով իրավիճակը եւ կալանավորվածների գործերը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ գիտի Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների բնույթը, սակայն հավելել է, որ որոշում դեռ չի կայացվել։ Ես ճշգրիտ գիտեմ, թե դա ինչ կարող է լինել, բայց մենք պետք է որոշում կայացնենք, ընդգծել է Թրամփը։ Ֆրանսիան պատրաստ է Ռուսաստանի հետ երկխոսության, սակայն դեռևս չի սկսել աշխատել նախագահներ Էմանուել Մակրոնի եւ Վլադիմիր Պուտինի միջև շփումների վրա։ Այս մակարդակով որևէ կոնկրետ զրույց առայժմ նախատեսված չէ, չնայած ոչինչ չի բացառվում, ասել է աղբյուրը։ Պուտինի եւ Մակրոնի միջև վերջին հեռախոսազրույցը տեղի է ունեցել 2025 թվականի հուլիսի 1-ին։ Դա նրանց առաջին զրույցն է երկարատև ընդմիջումից հետո, որը սկսվել է 2022 թվականի սեպտեմբերին։ Զրույցի ընթացքում Ֆրանսիայի առաջնորդը կոչ է արել անհապաղ հրադադարի եւ զինադադարի։ Ռուսաստանի նախագահը պատասխանել է հակամարտությունը հայտարարելով արևմտյան քաղաքականության հետևանք եւ ընդգծելով, որ ցանկացած համաձայնագիր պետք է հաշվի առնի տարածքային նոր իրողությունները եւ լուծի ճգնաժամի արմատական պատճառները։ Սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր բանից անտեղյակ շրջանառության մեջ են դրել զինված ուժերի գլխավոր շտաբի պետի ընտանիքի անդամների այլ երկրի քաղաքացի լինելու վերաբերյալ անհիմն տեղեկություններ։ Այս մասին ասված է Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարի պարզաբանման մեջ։ Եվս մեկ անգամ տեղեկացնում ենք հանրությանն ու ԶԼՄ գործընկերներին, որ Էդվարդ Ասրյանի ընտանիքի բոլոր անդամները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են։ Ավելին նրա որդին պատիվ ունեմ ծրագրի շահառու է, նշել է Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարը։ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Եվրոպական միության երկրներն ու Մեծ Բրիտանիան խոչընդոտում են Ուկրաինայում խաղաղ կարգավորմանը։ Զախարովայի խոսքով Լոնդոնն ու Եվրամիությունը ակտիվ եւ նպատակաուղղված արգելակում են ուկրաինական ճգնաժամի քաղաքական եւ դիվանագիտական լուծումները։ Նա նշել է, որ այդ երկրների քաղաքական էլիտաները խաղաղ գործընթացը դիտարկում են որպես սպառնալիք իրենց գլոբալ ազդեցությանը։ Ավելի վաղ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը կոշտ քննադատության էր ենթարկել Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկուն, նշելով, որ նրա կերպարը ձևավորվել է արևմուտքի կողմից եւ հենց այդ քաղաքականությունն է ըստ նրա հանգեցրել ներկայիս սպառնալիքների առաջացմանը։ Թուրքիայի իշխանությունների հետ դաշինքի մեջ գտնվող ազգային շարժում կուսակցության առաջնորդ Տևլետ Բահչելին հայտարարել է, որ Իրանի ներսում արկա պառակտումն ու խառնաշփոթը բոլոր առումներով վտանգ է ներկայացնում տարածաշրջանի երկրների եւ Թուրքիայի համար։ Թուրքիայի ազգային ժողովում նա ընդգծել է նաեւ, որ Իրանի քաղաքական ու տարածքային ամբողջականությունն ու կայունությունը Թուրքիայի համար կյանքի ու մահվան հարց է, ապա հավելել Իրանի անկայունությունը սպառնալիք է Թուրքիայի համար։ Վերջինս նաեւ նշել է, որ Իրանի նկատմամբ իրականացվում են իմպերիալիստական սադրանքներ, զգուշացնելով, որ տարածաշրջանում էթնիկ ու կրոնական լարվածությունների խորացումը կարող է բերել նոր բախումների։ Նրա խոսքով այս պայմաններում կարևոր է միասնությունը։ Պենտագոնը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայացրել է Իրանի միջուկային ծրագրին եւ միջմարտամաքային հրթիռների հետ կապված օբյեկտներին հարվածելու տարբերակներ։ Այս մասին հաղորդում է New York Times-ը, հղում անելով իր աղբյուրներին։ Պարբերականի տվյալներով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը միաժամանակ դիտարկում է Իրանի հետ դիվանագիտական հակամարտության կարգավորման հնարավորությունները, ինչպես նաև ռազմական սցենարները։ Աղբյուրների փոխանցմամբ Պենտագոնը ԱՄՆ առաջնորդին ներկայացրել է հարվածների տարբերակների լայն շրջանակ։ Ռուսաստանի Դաշնությունը, Իրանը, Չինաստանը եւ Հյուսիսային Կորեան ձգտում են երկարատև առճակատման ՆԱՏՕ-ի հետ, այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։ Նա նաեւ նշել է, որ դաշինքի համար ռազմական սպառնալիքը իրական է եւ ժամանակի ընթացքում չի անհետանա։ Ռյուտեի խոսքով այս 4 երկրները ավելի ու ավելի են համագործակցում ՆԱՏՕ-ին մարտահրավեր նետելու համար, սակայն դաշինքը առավելություն ունի, որը կայանում է իր անդամ պետությունների միջև երկարատև գործընկերության մեջ։ Ավելին նա նաեւ նշել է, որ դաշինքը Ուկրաինային համարում է Ռուսաստանի դեմ պաշտպանության առաջին գիծ։
ԱՄՆ դաշնակիցները պետք է լքեն Իրանը, այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նրանք պետք է լքեն երկիրը, պատասխանել է Թրամփը այն հարցին, թե արդյոք ամերիկացիներն ու ԱՄՆ դաշնակիցները պետք է հեռանան Իրանից։ Սակայն Թրամփը հրաժարվել է լրագրողներին ասել, թե ԱՄՆ-ն կոնկրետ ինչ օգնություն է տրամադրելու իրանական ընդդիմությանը։ Դուք պետք է դեռ պարզեք, ասել է Թրամփը։ Ֆինլանդիայի ազատության դաշինք կուսակցության անդամ Արմանդո Մեմեն կարծում է, որ Ուկրաինայի համար հեռահար հրթիռների մշակման բրիտանական ծրագիրը աշխարհը կմոտեցնի միջուկային պատերազմին։ Քաղաքական գործի խոսքով Կիևը Լոնդոնից ստացված հրթիռները կօգտագործի Մոսկվայի դեմ։ Հետևաբար Մեմեն Մեծ Բրիտանիայի ծրագիրը անվանել է լուրջ միջամտություն եւ մեղադրել է թագավորությանը խաղաղությանը բազմիցս խոչընդոտելու մեջ։ Սա ինձ հիմք է տալիս մտածելու, որ Մեծ Բրիտանիան հակամարտության գլխավոր հովանավորն ու հրահրողն է։ Նրանք ամեն ինչ անում են Ռուսաստանի դեմ եւ դա լուրջ անվտանգության հետևանքներ կունենա, նշել է ազատության դաշինքի անդամը։ Եվրոպական երկրներում աճում է մտահոգությունը, թե արդյոք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կցանկանա շարունակել աջակցել Ուկրաինային խաղաղության հնարավոր համաձայնագրի ստորագրումից հետո։ Այդ մասին հայտնում է Financial Times-ը հողում անելով եվրոպական պաշտոնյաներին։ Պարբերական աղբյուրներից մեկը նշել է, որ առանց ԱՄՆ-ի մասնակցության որևէ անվտանգային նախաձեռնություն չի կարող կյանքի կոչվել։ Այդ թվում Մեծ Բրիտանիա եւ Ֆրանսիայի քննարկվող ծրագրերը հրադադարից հետո Ուկրաինայում զորքեր տեղակայելու վերաբերյալ։ Դեռ պարզ չէ, թե իրականում ինչ վերաբերմունք ունի Թրամփը, ասել է եվրոպացի պաշտոնյան, ընդգծելով Վաշինգտոնի դերի վճռորոշ նշանակությունը։ Պարբերականի փոխանցմամբ եվրոպացիների անհանգստությունը պայմանավորված է նաև նրանով, որ 2025 թվականի ընթացքում Թրամփը մի քանի անգամ հանդես է եկել ուկրաինական հակամարտության վերաբերյալ կոշտ եւ ըստաղբյուրների պրոռուսական հայտարարություններով։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել է, որ ինքն է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ձեռքում մնացած միակ հաղթաթուղթը, ինչը եվրոպական մայրաքաղաքներում ընդունվել է մեծ զգուշությամբ։ Մենք ստորագրելու ենք կամ ավելի շուտ շարունակելու ենք աշխատել TRIP նախագծի իրագործման ուղղությամբ, որը մեր կարծիքով համագործակցության հիանալի օրինակ է։ Այս մասին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Այն բացում է Հայաստանը բիզնեսի համար թույլ է տալիս տնտեսապես բարգավաճել եւ որևէ կերպ չի ոտնահարում Հայաստանի ինքնիշխանությանը։ Սա համագործակցության հիանալի օրինակ է եւ սա նաեւ շարունակական միջոց է կառուցելու մեր երկկողմ հարաբերությունները մեր երկրների միջև, որոնք շատ ամուր են եւ շարունակում են ամրապնդվել այս համաձայնագրերի միջոցով, ասել է նա։ Փաստաթղթում մի քանի անգամ ընդգծվում է TRIP-ն իրականացվելու է Հայաստանի Հանրապետության լիակատար ինքնիշխանության ներքո։ Այս մասին էլ հայտարարել է Արարատ Միրզոյանը։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հանդիպումից հետո եւ TRIP նախագծի իրականացման վերաբերյալ փաստաթղթի ստորագրումից հետո Արարատ Միրզոյանը մեկնաբանություններ է արել, փառատելով նախագծի հակառակորդների, ինչպես ինքն է նշել, չարամիտ մանիպուլյացիաները։ Միրզոյանը հիշեցրել է, որ զրույցը կենտրոնացած է եղել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման վրա, որոնք հաստատում էին TRIP-ի իրականացման շրջանակը։ Նախարարը փաստաթուղթը անվանել է չափազանց կարևոր եւ զգայուն հարցեր շոշափող։ Փաստաթղթից շեղվելով նաև անդրադառնալ TRIP-ի եւ սապաշրջափակման ոգուն, հա, ես ինքս 3 շերտ եմ տեսնում, դա ուրեմն առաջին շերտը երրորդ երկիր փոխկապակցվածությունն է, պայմանական կենտրոնական Ասիա, Եվրոպական միություն օրինակ TRIP-ի միջոցով, երկրորդ շերտը դա ուրեմն Նախիջևան եւ Ադրբեջան փոխկապակցվածությունն է եւ երրորդ շերտը մեծ համար դերևս ամենակարևորը Հայաստան եւ երրորդ երկրներ փոխկապակցվածությունն է երկու ուղղություններով Հայաստան կենտրոնական Ասիա եւ Հայաստան արևմուտք եւ ահա այս փաստաթուղթը այս ընկալումը նորից ուրեմն արտացոլում է Եղանակը առաջիկա օրերին։ Հունվարի 15-ին 19-ից 3-ն առանձին շրջաններում, 17-ի կեսօրից հետո 18-ին 19-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն։ Լեռնային առանձին վայրերում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հունվարի 16-ին 17-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հյուսիս-արևմտյան 2-ից 5 մետր վարկյան։ Հունվարի 14-ից 3-ն առանձին վայրերում սպասվում է քամուշ գնացում 15-ից 18 մետր վարկյան արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունվարի 15-ից 16-ն աստիճանաբար կնվազի 6-ից 9 աստիճանով։